ես հիշում եմ հիմնական մեղադրանքները Փաշինյանի, որ ուր գնում եք ձեր կնոջ հետ եք գնում, միթե կարելի է ամենտեղ տանել կնոջը եւ այլն, արդարանում էին ամուր ընտանեկան կապերով, ասում էին դե ընտանիքը մեր պետության հիմքն է, ամուր ընտանիք է պետք ունենալ, ինչ կա այդտեղ մեղադրելու, մեղադրանքներ հնչեցնելու, չէ, հիշում եք, հիմնականում այդ ձևով էին խոսում, եւ հանկարծ այս ամբողջ process-ի մեջ Աննա Հակոբյանը վաղ առավոտյան հրապարակում է տեսանյութ, ասելով, որ բաժանվում ենք, всё, развод, ոյ քեզ բան։ Ես ճիշտ ասած մտածեցի առաջի բանը, օլալա, սա արհեստական բանականությունն է միթե։ Զանգեցին պատկան մարմիններին, ինչպես ասում են, վստահելի աղբյուրների, բա արհեստական բանականությունը չի, բաժանվում են։ Օլալա, ինչ ասեմ, հարգելի բարեկամներ, ուրիշի ընտանիքը մութ անտառ է, ինչպես ասում է իմաստությունը, երբեք չես իմանա ինչ սատանաներ էին այնտեղ։ Շատերը չեն հավատում այս պատմությանը, ասում են, չէ, սուտ է, նախընտրական ինչ որ քարոզարշավ է, ինչ որ բան է կատարվում, ինչ որ բան են անում, հա, ինչ որ մի խոսքով, ինչ որ մի բան այն չէ, բայց այն է ինչ կա, հարգելի բարեկամներ, որ խմբին եք դուք պատկանում, չգիտեմ, ես էլ չեմ ուզում հավատալ, ես մի քանի անգամ ասել եմ, ես տեսել եմ իրենց հարաբերությունները ֆիզիկապես մոտիկից, ոչ թե հեռուստաէկրանային վիճակով, քանիցս ասել եմ, դա անգամ եթերում կա, մի քանի անգամ ընդունելության եմ մասնակցել, ես եղել եմ նրանց տանը, կառավարական առանձնատանը, ես եղել եմ նրանց աշխատասենյակում, ընդունարանում, վերջին շրջանում անգամ, ինչ է պատահել, ոնց է պատահել եւ այլն, չգիտեմ։ Ես երբեք ոչ մեկի ընտանիք չեմ մտել, ինձ իրավունք չեմ վերապահել եւ հիմա էլ չգիտեմ ինչ ասեմ։ Չեմ ուզում հավատալ։ Ենթադրում եմ, որպես ասենք լավ, վերլուծությամբ ենք զբաղվում, նստենք օիններ անենք, ահա։ Սա բաժանեցին, որ PR լինի, ասում է որոշ վերլուծաբան։ Եղբայր, էսի ինչ PR, էսի հակա PR-ը։ Էսի հակա PR-ը, այսինքն լավ բան ինչ մտածեմ, օքեյ, սա բաժանվեց, որովհետև Փաշինյանը ռեյտինգը գցում էր, մի հատ ընկեր կա այդ ասում, որոշեցին բաժանվեն, որ ընտրություններից առաջ ռեյտինգը չգցի։ Եղբայր, ընտրությունների 3 ամսվա ընթացքում ավելի շատ գցեցին իրար ռեյտինգը, քան թե մի ամուսնացած մնային։ Երկրորդը, հա մի թողեք գցեն ձեր ռեյտինգը, եղբայր, մի թողեք։ Կամ մյուս տեսակետը գիտի, որ չի անցնելու, Աննան փախնում է, որ կյանքը դասավորեն, որ երեխեքին փախցնի ընտրություններից հետո։ Սա ամենաաբսուրդայինն է իմ կարծիքով, որովհետև այն ինչ որ կատարվում է մեր երկրում, այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ուժերը, որոնք գեներացվում են, կարծում եմ, ասենց հրապարակային, եթե սա փախուստ է իհարկե, ինչին ես չեմ հավատում, եթե այնպես փախուստի թեմա կա, ասենց հրապարակային չէին անի։ Ինչն էր խանգարում արդեն նախկին առաջին տիկնոջը, չակերտավոր, հա, փախնելու թեմա կա, հա գնան ոնց գնաց Չինաստաններ սովորում գնացել էր իբր։ Այտենց կկազմակերպեին, պիտի գնար, պիտի խայտարակեին, պիտի ամբողջ մեդիայով մեկ գորային, ղժային, վայ, բաժանվում ենք, էս ենք անում, են անում եւ այլն եւ այլն։ Չէ, բարեկամներ, իհարկե չէ։ Դրա համար ինչ է իրականում պատահել, կմնա գոնե այս փուլում գախնի։ Ինչ եք դուք մտածում, կարող եք զանգել եթեր ասել, ես սիրով կլսեմ, բայց թողնենք ընտրությունը նրանց։ Թողենք ընտրությունը մնա Աննա Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը Facebook-ում գրառում կատարեց, շատ ոչ պակաս սրտաճմլիկ, իհարկե Աննա Հակոբյան տեսանյութ էր հրապարակել, բավական երկար պատմում է, վերջերս եմ հավաքել, արկղերով դրել եմ, ահա տեսեք, գնում եմ, վարձով եմ ապրելու, շարունակում եմ մնալ հիմնադրամի տնօրեն, այլ եկամուտ չունեմ, տունն ենք ծախել, մի խոսքով սենց վիճակ, իսկ պարոն Փաշինյանը շատ համառոտ Facebook-յան գրառում է անում, ասում է ես շատ ցավ եմ պատճառել,
մի խոսքով 30 տարվա ընթացքում ես նրան շատ եմ ցավացրել, ասենց որոշմանը վերաբերում եմ հարգանքով, շատ կարճ։ Okay։ Ինչ կասեն ռադիոլսողները, բարեկամներ, խնդրեմ, մենք ուղիղ եթերում ենք։ 1000 ողջույն, 1000 ողջույն։ Լսում եմ ձեզ։ Ես Արավոտից, եթե անկեղծորեն շատ մեծ ցավ ապրեցի իրենց համար, որովհետև երկուսին էլ իսկապես շատ սիրում եմ։ Դա իմ կարծիքն է կամ իմ, չգիտեմ, իմ մտածելն է։ Կարծում եմ, որ ավելի շատ Աննա Հակոբյանը որոշեց երեխաների հետ լինել։ Գուցե մեր օրենքը թույլ չի տալիս, որ երեխաները ապրեն ծնողների հետ, ես չգիտեմ, ինչպես է այդ օրենքը։ Բայց ես նայում եմ անդադար, հնչող այդ մեկնաբանությունները, վիրավորանքները, ամեն ինչ, այսպես ասած, թունավորելու այդ երեխաների կյանքը, իմ կարծիքով գուցե ներքին համաձայնությամբ Աննա Հակոբյանը որոշել է, որ պետք է այս դժվարին ժամանակ ինքը լինի երեխաների հետ։ Դա իմ անձնական կարծիքն է։ Ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ կանցնի եւ նրանք իրար հետ կլինեն եւ առավոտյան երբ լսում էի Ազատ Արշակյանին, ես համամիտ եմ իր հետ, որ այո, նրանք ներկայացնում են մեր այդ ինստիտուտը, ամուսնության ինստիտուտը եւ անշուշտ օրինակ են ծառայում բոլորի համար եւ այսօր այդ քանդվելը դա էլ մեզ համար մեծ հարված է։ Սա իմ անձնական կարծիքն է, համենայն դեպս շատ տխուր եմ, շատ անսպասելի է։ Բարի հարգելի, շնորհակալություն կարծիքի համար, ձեզ ամենայն բարիք, լավ օր ձեզ։ Հաջողություն ձեզ։ Կարծիք, որը կարող է տեղ ունենալ, ինչ խոսք, ինչ ասում են, կարծիքի տեսանկյունից ենք ասում, մենք չգիտենք իրականում խորունկ ինչ է կատարվում մարդկանց տանը, երկրորդը, եթե չլիներ առաջին ընտանիքը, այսպես կոչված, երկրի, վարչապետի ընտանիքը չլիներ, գուցե եւ չքննարկեինք ձեռքները դրეთ խիղճների, ասեք, ես երբեք որևէ մեկի կյանքն ու ընտանիքը չեմ քննարկել, ոչ մեկի տուն չեմ մտել, համարելով, որ դա առաջին հերթին անբարո բան է, երկրորդը դա մեր գործը չէ ընդհանրապես, բայց եթե խոսքը գնում է երկրի ղեկավարի ընտանիքի մասին, ապա իհարկե պետք է համապատասխան մեկնաբանություններ արվեն, քննարկվեն, չգիտեմ ինչ ասեմ, արգելի ռադիոլսող ձեր կարծիքին, կարող է տեղ ունենալ ինչ խոսք, բայց ամուսնալուծվել հանուն նրա, որ երեխաների կողքին լինել, այնպես չի, որ մանկահասակ ինչ-որ երեխաներ են, փոքրիկ երեխաներ են, որ վայ պետք էր եւ այլն, Facebook-յան գործունեություն են ծավալում, որոշ տեղեկություններով առնվազն 2 անձնական կյանք ունեն արդեն, մեծ մարդկանց մասին է խոսքը, ապրենք տեսնենք, հարգելիներս, ապրենք տեսնենք, բան չեմ կարող ասել, եթե ունեք մեկնաբանություն, խնդրեմ, 747-477-44-44, սպասում եմ ձեր մեկնաբանություններին, այսօր մտածում էի ընդհանրապես ամուսնալուծվող առաջին դեմքերի մասին, սա շատ տարածված երևույթ է, որ բացառիկ բան տեղի չի ունեցել, Ֆրանսիայից, չգիտեմ, Ռուսաստանից Միացյալ Նահանգներ, Ասիայից մինչև Եվրոպա, որտեղ ասես դա եղել են շատ ձեզ հայտնի երկրներում, Ռուսաստանը դիտավորյալ նշեցի, որովհետև շատ անսպասելի բաժանումների շարքին էր դասվում նաև 2000-ականների կեսերին Պուտինի եւ իր տիկնոջ բաժանումը եւ դա եւս դիտարկվում էր որպես ինչ-որ գախնի բաներ են անում, որ ապահով լինի, միայնակ լինի բան, բայց բոլորն էլ գիտեն, որ Պուտինը շատ երիտասարդ սիրուհի ուներ, անգամ որդի ուներ, ոնց էր կոչվում, խուդոժественная գիմնաստիկա, գեղարվեստական գիմնաստիկա, գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնու հետ էր, հիմա ազգանունը որ ինձ հուշեք, ասեմ մասներխոսը կարծում շատերը գիտեն, անգամ համացանցում տեղեկություններ կան, թե շվեյցարական որ հիվանդանոցում էր ունեցել այդ երեխային, անգամ նկարներ էին հրապարակվել, բան, մի խոսքով, ինչ պատմություն ասես կա, Ֆրանսուଆ Օլանդի պատմությունն եմ հիշում, որ
ամուսնալուծվեց էլի Ֆրանսիայի նախագահ լինելու ժամանակներում էլի շատ անսպասելի։ Հիշում եմ մյուս նախագահին, ով Կարլա Բրունիի հետ բուրըն սիրավեպի մեջ էր։ Մի խոսքով, հետո ամուսնացան, ելում կարող ենք սկանդալի մեջ լինել։ Իհարկե Միացյալ Նահանգների ամենահայտնի սկանդալը անձնական հողի վրա, որը ամուսնալուծությամբ չավարտվեց, բայց ինքնին մեծ աղմուկ էր, դա Բիլ Կլինտոնի հայտնի պատմություններն էին Օվալ սենյակում ոմն Մոնիկա Լևիցկու հետ, ինչ եղավ, ոնց եղավ, էլի անձնական կյանք, մեր գործը չէ, բայց այս պատմությունները շատ են։ Այս իրավիճակում խնդիրը բոլորովին այլ է։ Ողջ էլ ազատություններ, էլ հանրայիններ, էլ ինչքան այլ մեդիաներ կար, ընտանիքի մասին էր պատմում, ինչ պատմությունների մեջով ենք անցել, բանտում էր Փաշինյանը, Տիկին Հակոբյանը, սպասում էր նրան, այդ բարդ բաների մեջով անցան, հեղափոխության ժամանակ հիշում եք, երբ որ նրան ազատեցին, այդ Whitney Houston-ի I will always love you երգի ներքո Տիկին Հակոբյանը վազեց դեպի Փաշինյանը եւ գրկախառնվեց եւ հանկարծ հիմա այս ցոփուշով այդ վիճակում այս որ սենց ընտրություններին 2-3 ամիս է մնացել եւ այլն եւ հանկարծ քանդվում է ընտանիք հրապարակային ասենք եթե խնդիր կար տեսեք մի քանի ամիս Տիկին Հակոբյանը գնացել էր Չինաստան իբր սովորելու Հիմա արդեն ուրիշ վարկած կա, ասում չէ, Չինաստան չէր գնացել սովորել, գնացել էր տեսնելու ամուսնությունը պահպանել հնարավոր է, թե չէ, հեռու ապրեցին, հասկացան, որ չեն կարող ապրել, դա եւս վարկած է։ Հիմա մի 3 ամիս էլ կարող էր գնալ, օրինակ Ֆրանսիա վերապատրաստվելու, ընտրությունները թո լինեին տենայինք, մնում են, չեն մնում, ինչ են անում, նոր հրապարակեն, որ մեր համատեղ կյանքը այլևս հնարավոր չէ, բայց այս վիճակում սես կտրել հրապարակային Օլալա, սա չգիտեմ, Հակոբյանը տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը, պետությանը հանձնում է այս տարիներին ստացած բոլոր նվերները, բոլոր արարողակարգային նվերները եւ տեղափոխվում է վարձակալությամբ ապրելու։ Նրա խոսքով այսուհետև պետական պահպանություն, որը իհարկե հասնում էր նրան, այլևս չի ունենալու եւ ապրելու է հաշվին եղած որոշակի գումարով, որը գոյացել է այս ընթացքում եկամտային հարկի վերադարձի շնորհիվ եւ Իմ քայլը հիմնադրամում աշխատելու արդյունքում։ Հակոբյանը նշել է, որ ցանկություն ունի շարունակելու աշխատել հիմնադրամում, Իմ քայլը հիմնադրամի մասն է խոսքը, բայց դա միայն որոշակի ժամանակաշրջանում։ Անդրադառնալով Իմ քայլը կողմից իրականացվող անգլերենի անվճար դասերին, ընտրություններից առաջ բարեգործության արգելքի խախտման հայտարարություններին, Հակոբյանը չի բացառել անգամ, որ միգուցե կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել որպես հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետեւ ինչ որ վարույթներ էին ասում պետք է լինի, բայց ճշտել ենք որևէ վարույթ չի լինում, այս process-ում չկա որևէ վարույթ, այնպես որ տեսանյութին կից նաև գրված է մեջբերում եմ իմ բոլոր ընկերներին, ծանոթ անծանոթներին, հեռու մոտիկներին, բարեկամներին եւ անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ, ես արգելք եմ դնում դրա վրա։ Ձեզ էլ սիրելի ժողովուրդ հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը դնել վերցնելու վրա, պարավ զբաղմունք կդառնա, անօգուտ եւ անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ։ Մեջբերման ավարտ, ասել է Աննա Հակոբյանը եւ հրաժեշտ տվել տեսանյութը դիտողներին։ Ինչ ասեմ, հարգելի բարեկամներ, սա է իրավիճակը։ Կիսատ է մնացել, իսկ խորհրդային միության փլուզ։ Ահա, կիսատ է մնացել, հա, մի րոպե։ Իսկ ահա Փաշինյանը այս տեսանյութից մի քանի ժամ, 2-3 ժամ անց շատ համառոտ գրառմամբ է հանդես եկել, ասելով, որ վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, ամփոփում է վարչապետը։ Այսպիսի պատմություններ,
որ ասեմ ինչ որ անտարբեր եմ այս ամեն ինչին, չեմ կարող ստել, դու գիտեք, ես հնարավորինս անկեղծ եմ ուզում լինել եթերում, ինձ ցավ է պատճառել, որովհետև ընդհանրապես ընտանիքի մոդելը, ամուսին եւ կին հարաբերությունները ինձ համար շատ կարեւոր են, մանավանդ եթե կա 4 երեխա, մանավանդ ես տեսել եմ այս տարիների ընթացքում ինչերի մեջով է անցել Փաշինյանը։ Ես գիտեմ, թե ոնց էր նա հալածվում 90-ականների վերջ, ես գիտեմ, թե ինչ process-ների մեջով էր նա անցնում, քանի անգամ է իր վրա հարձակում եղել, քանի անգամ են մեքենան վառել, քանի անգամ են բառացիորեն կյանքին սպառնացել, ծեծել բառը չեմ ուզում ասել, բայց ծեծել տվել թերթերի հրապարակումների համար։ Ես գիտեմ ինչ փուլերով էր անցնում եւ գոնե վերջին տարիներին էլ արդեն երբ որ դե լրագրողական գործունեություն էր ծավալում, մի անգամ ամոթաբար ուսանողական տարիներին ասել եմ դրա մասին ինձ էլ եւ մեր ամբողջ կուրսը զորով տարան Փաշինյանի դեմ ցույցի, երևի 2009 թիվներ, 8 թիվներ, թիվը չեմ կարող հստակ ասել, բայց եկան այդ չարագործ կեղտերը, որոնք փրկելու ես ինչ եմ ատում որոշ ուժերի, բառացիորեն, ես ապրել եմ դրանց օրոք, եկան մտան համալսարան, Ստուգարքի գրքույկները Զաչոտնիկ Նիշկա էին կոչում, Զաչոտնիկ Նիշկեկն ու ուսանողական տոմսերը ձեռներիցս հավաքեցին, ավտոբուսները բերեցին Բաք, համալսարանի բակում կանգնած, ամբողջ համալսարան տարան Սուրբ Սարգիս եկեղեցու կողքներ խմբագրությունը, տարան զորով ցույցի Նիկոլի դեմ, ինչ հոդվածա գրեի, ինչա գրեի, ես չգիտեմ, ինձ չի էլ հետաքրքրում, ես 2008, 9, 10, 11 թվերին ուսանող էի, ինձ իմ դասերն էր հետաքրքրում, ես ատում էի մեր պետական համակարգը, ես այդ Քոչարյանի վերջին ժամանակները, այդ մարտի 1-ից հետո եւ մանավանդ Սերժի ժամանակները ես հասկանում եմ, որ երկրում ապագա չկա, ես դրա համար եմ 2 տարի հետո թողել եմ, գնացել եմ վերջնական, ասવા սկանցամի գնացել եմ, այս երկրում ապրել հնարավոր չէր, եւ տարան մեզ ցույցի, իբր ու այդ կազմակերպիչ կոչված կեղտերը լրագրողները իրանց ալիքներով եկել են, մեկը կանգնեցին, ասացին, ահա, երիտասարդության ինքնաբուխ հավաքը, որը պահանջում է արդարություն։ Աստված մենք չգիտենք ինչի համար են գնացել ընդհանրապես։ Զորով մեզ տարան ցույցի, որոշ ավելի համապատասխան տեղերում մխրճված լակոտ լուկուտներին էլ դրոշներ բաներ տվեցին, Փաշինյանի երեսը ջնջած պաստառներ բաներ եւ այլն, գնացինք ցույցի, հետո վերջում այդ ամենամյա ձի կար, այդ ձին բարձացավ բանի այդ ռեշոտկաների ճաղավանդակների վրա, այդ այլանդակ բառամթերքով նկարները կապեց այդ եզրերով այդ ճաղավանդակին եւ ահա այդպես արդարության ցույցը ավարտվեց։ Այդ չէի կարա, այդ չէիք, այդ չէր ձեր համակարգը։ Հիմա բան են։ Ինչ, ես չգիտեմ Փաշինյանի կառավարումը հունիսի 7-ին կավարտվի թե ոչ, բայց ես 7-ի համար գիտեմ եթերը, որ լուսաբանենք եւ այլն եւ պարզ լինի, ես որպես շարքային մարդ Փաշինյանին ասելու եմ շնորհակալություն նրա համար, որ ինքը ինձ վերադարձրեց Հայաստան, ես Հայաստան եմ վերադարձել նրա շնորհիվ, նա ինձ վերադարձրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, նա ինձ տվեց հեռուստատեսային եւ ռադիոյի եթերի ազատություն, որով ես խոսում եմ, որով ես չեմ ունեցել այդ ազատությունը, որովհետեւ ես աշխատում էի Երևան հեռուստաընկերությունից եմ սկսել իմ աշխատանքները։ Եվ ես հիշում եմ, թե ինչպես էր խմբագրությունը պեչատած կնիքով լրատվականները ստանում թեմաները, թե ինչա կարելի խոսալ, թե ինչ չի։ Մի հատ գլխավոր խմբագիր կար, մի կեղտել էր։ Բառացիորեն հորինում էր շարեր, ասենց ասեմ, հա, տարբեր թեմաների շուրջ շարեր։ Որ այնտեղ գույքի հարցեր կար, բան նստում էր, ով է վճարը հոդվածի համար, նստում էր գրում էր։ Եթե որևէ մեկը կարող է ապացուցել որևէ մի հոդված հորինած, վճարված եւ այլն, այս որ կատարվել է, ասենք, մեր եթերում լինի, Նոր Հայաստանի եթերում լինի, Արմյուզիկի եթերում լինի, ել չեմ ասում Լոս Անջելեսյան եթերի մասին, հանրապես բացառում եմ այդ վիճակը, ես ուղղակի հրապարակային ներողություն կխնդրեմ, բայց ես համակարգի մեջ եմ, ես ամբողջ այդ բանի մեջ եմ, ես գիտեմ, որ տենց չի, ազատ եւ մաքսիմալ մարդկային արդար միջավայր են ստեղծել գործունեություն ծավալելու համար, գոնե մեդիայի առումով։ Այն բառամթերքը, անգամ այս բաժանության հարցը, ոնց որ մեկնաբանվում է եթերում,
անդիմության եթերի մանավանդ շրջանակներում է, այդ ազատությունն էլ է տվել այս մարդը։ Իրա բոլոր թերություններով հանդերձ, իրա բոլոր հայտարարությունները, որ ես չեմ կիսում, իրա լիքը հարցերի շուրջ, որ ես չեմ հասկանում, մի բան ասել, ուրիշ բան անել եւ այլն, ես հասկանում եմ, որ լիքը բանով այս մարդը սխալ է, բայց այն մարդիկ, ովքեր ինձ ստիպել են, որ ես լքեմ Հայաստան, այն մարդիկ, ովքեր բառացիորեն սպառնում են ռադիոյում էին նաև, հա, աշխատում են ռադիո ունեի, որ գործունեությունն էին կասեցնում, այն մարդկանց օրոք, որ ես կոպեկներ էի ստանում, բայց ստորագրում էի 100,000-ների դիմաց։ Ես ոնց կարամ հանկարծ այդ մարդկանց ասեմ, ճիշտ եք, այո, իհարկե, պետք է փրկեք, պետք է լավ կյանք ապահովեք, իհարկե, համեցեք, հրամեցեք, կասեին մեր սփյուռքահայ եղբայրները, հրամեցեք, ոչ մի դեպքում, մինչև վերջին պահը, ազատության, անկախության, քաղաքակիրթ հասարակության մեջ մտնելու մարտիկն են մնալու, մինչև վերջ, Եվրոպա լինի, Միացյալ Նահանգներ լինի, Կանադա, Դոնալդ Տուսկ, տեսակ, վիդեոեր հրապարակել սրտիկներով բանով, բա ինչ, բայց կայի գրկից վերջապես պիտի իջնենք մի օր, բա պիտի իջնենք, հիմա 140 միլիոն դոլար փող են տվել բանանելու, պայքարելու եւ պաշտպանվելու ռուսական մեդիայից, 140 միլիոն, ասում եմ, մոլդովական սցենարով Մոլդովայում էլ մեծ գումարներ էին ծախսում ընտրությունների համար, Մոլդովան կարողացավ թույլ չտա, որ ռուսական ուժերը կան իշխանության։ Ես Մոլդովայի հետ չեմ համեմատում Հայաստանի հասարակությունը, Մոլդովայում շատ ավելի քիչ է պրոռուսական ուժը, Մոլդովայում շատ քիչ են ռուսական հայացքներ ունեցող ռուսները, մենակ ովքեր եկան, ավելի շատ են ավագ սերնդի ներկայացուցիչներն են, մոլդովական համայնքը Ռուսաստանում շատ քիչ է, որը եւս նպաստում է այդ process-ների զարգացմանը, որովհետեւ եթե 3 միլիոն մոլդովացի ապրեին Ռուսաստանում, իրավիճակը բոլորովին այլ կլիներ եւ ճնշումներն էլ բնականաբար ուրիշ կլինեին։ Մոլդովացի օլիգարխներ Ռուսաստանում քիչ են, ովքեր գնում են հետ փրկելու Մոլդովան, դրա համար Մոլդովան կարողացավ սայթակել եւ Եվրոպայի աջակցությամբ մի խոսքով process-ներ եղան, որ Մայա Սանդուն կարողացավ պահպանել իր վեկտորը։ Հայաստանի պարագայում ուրիշ է։ Նախ Հայաստանի ժողովրդի մեծ մասը շատ ավելի ցածր կրթական ցենզոնի, քան Մոլդովայում։ Մոլդովան ինքը աշխարհագրեն Եվրոպայի սրտում է գտնվում։ Շատ Եվրոպա է իր ուղդուծուցով։ Մարդիկ Բեսարաբիայի ժառանգներն են, ոմանք ռումինացի են իրանց էությամբ, իրանց մոտ եվրոպական է։ Մեզ մոտ եվրոպական չի, շատ քիչ տոկոսն է, հա։ Մեր ժողովրդի մեծ մասը Ռուսաստանում խոպանչի է։ Իր բոլոր դրական եւ բացասական երևույթներով։ Մարդիկ հացին կակա են ասում, գնում են ասֆալտ են փառում Ռուսաստանում եւ հիմա իրանց ասում են, ահա, ռուսի օգտին չքվեարկես, ասֆալտ չես կարողանալու փռես, ընտանիքիդ չես կարողանալու պահպանես, ինչ ես անելու Հայաստանում։ Հա, ճիշտ ասում, բան, հա, այդքան զացարյա, զապուտինը, ու կգան քվեարկեն, ոմանք էլ ստեղ են։ Էլ չեմ ասում, որ միլիարդատեր բիզնեսմեններ ինքնաթիռներով մարդկանց բերելու են, արդեն ցուցակները պատրաստ է, մենք կապեր ունենք, մենք գիտենք, դրա մասին եթերում էլ ասեցինք Լոս Անջելեսի եթերում, ցուցակներով կա, ես իհարկե զարմանում եմ հայկական իրականության մեջ ոնց կարելի է սահմանի այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրության այդ իրավունքները որ կա, ոնց կարող է Հայաստանի Հանրապետության պես մի բուռ երկիր եւ մի բուռ ժողովուրդ ունեցող երկրում այդ օրենքը չգործի։ Եղբայր դու մի տարի գոնե անդադար Հայաստանում կամ 6 ամիս անդադար Հայաստանում պիտի ապրես, որ կարողանաս ընտրել այս կամ այն ղեկավարին։ Դու պիտի այդ իրավունքը ունենաս։ Մեր ժողովրդի մեծ մասը դուրսն է ապրում, թեպետ հայկական ազդագրեր ունի։ Դու ոնց կարաս դրսում ապրելով ու իդեպ կապ չունի։ Ես Ամերիկայում եմ ապրում, Ֆրանսիայում, Գերմանիայում, թե Ռուսաստանում։ Կապ չունի։ Ես պիտի 6 ամիս, 7 ամիս գոնե Հայաստանում տարվա մեջ կեսից ավելի ապրեմ, որ նոր այս երկրի ճակատագիրը որոշելու իրավունք ունենամ։ Տուն ու տեղս Ռուսաստան, սա որը Ռուսաստան էր Գալյավալյայի գիրկը, սա որը ուրիշ բաներում կամ Հայաստան ընտրեմ, ում կողմից պիտի գնա այս երկիրը, ով պիտի այս երկիրը առաջ տանի, սա շատ սխալ է, ու սա շատ վաղուց պիտի լուծվեր, հասկանում եմ, որ կետեր կան, որ հանրաքվե, մանրաքվե պիտի արվի, որ նոր որոշեն, բայց մեծ հաշվով այս բաները կարելի էր
պարլամենտական երկրի օրոք պարլամենտում լուծել։ Ես վստահ եմ, որ կարող էր այս խնդիրը լուծվել, բայց հիմա չէ։ Այս ճպուրն ու մրջունի պատմությունն է։ Ասում են, չաշխատեցիր ամռանը, ասա ինչն էր պատճառը։ Դե հիմա թռի վերի, քամին ծապտա դու բարի։ Ովքեր են բարելու։ Չգիտեմ։ Ես դեռ հավատում եմ եւ մեկ է մի բան, դա էլ կարեւոր է, այսքան ընտրություններին հասանք։ Ես երբեք չեմ տեսել իշխանության կողմից որևէ մեկի հասցեին ֆիզիկական կամ հոգևոր սպառնալիք հրապարակվի։ Ես երբեք չեմ տեսել այն ամենակեղտոտ ժամանակները 20 թիվ, 21 թիվ այդ ընտրությունները որ եղան, կամ դրանից առաջ անգամ, կամ հիմա, որ հանկարծ իշխանության որևէ падգամավոր, որևէ լրագրող կոչված, որևէ մի բան, հանկարծ ասի հան տեսեք, հեսա պատրաստվեք, հեսա վերընտրվում են գանք վոտերները ջարդենք, պատրաստվեք տոմսերը արեք, այս երկրից փախեք, որտեվ հեսա գալիս ենք։ Բայց եթերում ընդդիմա դդմիկների որոշ ներկայացուցիչներ բառացիորեն ասում են գալու ենք ջարդենք, փշրենք, գալու ենք վենդետա անենք, վենդետան դուք գիտեք ինչ է ժողովուրդ ջան։ Կամ ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր հրապարակային տես բան են ասում։ Վենդետայով եկել եք, վենդետայով եք հալու եք, մի նոր բան կարաք ասեք։ Արյունով եք եկել սաղ կյանքներդ, արյունով էլ գնացել եք։ Մի նորմալ բան ուրիշ կարաք անեք, թե չէ։ Մի նորմալ ծրագիր ներկայացրեք, մի նորմալ բան ասեք, նորմալ մարդկանց ներգրավեք ձեր բանում, շարքերում, որ բարի դրացիական բաներից խոսեք, հասկանում ես, ինչ որ դրական բաներ արեք։ Վենդետա լինելու է, ասում է հերոստատեսությամբ մի առանցմազ պարոն, դեպետ հասկանում եմ, այդ առանցմազը բոլորից ապագան է, բայց ապագան կա ձևաչափով շատ ավելի դրական բան պիտի լինի, հասկանում ես, մանավանդ եթե պետության մասին է խոսքը։ Այսինքն դուք այս քայլով ապացուցում եք, որ ձեր խնդիրը Հայաստանը չի, ձեր խնդիրը զուտ վրեժխնդրությունն է։ Դուք էիք մեզ ասում, մենք ենք ծախել ենք Արցախը, մենք ենք թալանչի գողավազակ, հեսա մենք գանք ու կասենք որն է։ Էսա ոչ թե պետության հարց աստեղ։ Պետության հարց երբեք չի եղել ու չի լինելու։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ գրքում, հայ-ամերիկյան օրագիրը գրքում։ Որոշ հատվածներ գուցե եւ կարդամ այսօր հարգելիներս, գուցե տեսնենք ոնց կլինի, բայց տեսնում եմ մեկնաբանություններ, հաղորդագրություններ, որոնք մեծ սիրով կընթերցեմ եւ շնորհակալություն, որ մասնիկն եք քննարկման, հարգելիներս հաճելի է։ Հիմա ընթերցեմ ձեր հաղորդագրությունները, 1 վայրկյան։ Այսօր մեր ինտերնետ ռաուտերն են փոխել, բա չեք ասում։ Ինտերնետի մարդիկ եկան, ողջ տաղավարը քանդած էր, նոր ռաուտերներ են դրել եւ այլն, որ կապի հետ հանգարց խնդիրներ չլինի։ Գնացինք, Կարինե Մարգարյանն է ասում, ջերմ բարևներ Փարիզից, Ռաֆայել ջան, հների հետ գալը մղձավանջ կլինի մեզ համար, ասեմ, որ ես սպասում եմ վիրահատության, ապաքինվելուց հետո վերադառնալու եմ։ Կարինե Մարգարյան, ձեզ քաջ առողջություն եմ մաղթում, ես վստահ եմ, որ բարին հաղթելու է Հայաստանում, ես վստահ եմ, որ չարը եւ դաժանը մանավանդ տապալվածը չի կարող վերադառնալ։ Ես դրանում համոզված եմ, այնպես որ դուք բարով վիրահատվեք, ապաքինվեք եւ ժպտադեմ վերադարձեք Հայաստան, որովհետեւ Հայաստանը բոլոր լավ մարդկանց կարիքը ունի։ Մենք տարիներով գնացել ենք մեր երկրից եւ հորմոնալ դիսբալանս կա, չէ՞ կոչվում, որ մարդիկ խելագարվում են։ Մեր հասարակությունը այդ դիսբալանսի մեջ է։ Ճիշտ է, դա հորմոնալ չի, մտավոր է, բայց դիսբալանս է։ Երբ որ անարդար մթնոլորտ է, երբ որ գողապետություն եւ ավազակապետություն է, նորմալ մարդիկ արտագաղթում են, որովհետեւ համակարգի մեջ կարող է մխրճվել, գողապետության մեջ կարող է մխրճվել եւ ապրել այն մարդը, ով հասկանում է, ահա, իրանք են, իրանց թայֆեն է, այ ես իմ ժողովուրդն է, այս իմ վիճակն է, այ ես կմնամ, կմտնեմ համակարգի մեջ կաշխատեմ։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողացել, հնարավոր չի, իրանք գնացել են Փարիզ, գնացել են Ամերիկա, Կանադա, ուր որ գնացել են, Բրյուսել, ուր որ գնացել են, անգամ Ռուսաստան, որոշ դեպքերում։
Իրան գնացել են ասելով ես այս համակարգի մեջ չեմ կարող ապրել։ Ես չեմ ուզում այս համակարգի մեջ երեխեքս մեծանան, ինչ անում ենք երեխեքի համար ենք անում կարգախոսով։ Այդքան բան։ Այդ համակարգը ետ չի գալու, դա հնարավոր չի։ Ես ոչ մի գրքում տես բան չեմ տեսել ու վստահ եմ դա այդպես չի լինելու, որովհետև առաջիկա ժամանակներում ես տեսնում եմ թե ինչ առաջնորդներ ու ինչ մարդիկ են ահազանգում։ Բառացիորեն ասում են ինչ։ Հիմա դուք ինչ եք ուզում հավաստիացնել։ Ուզում եք ասել, որ Լեհաստանը թեկուս այս Դոնալդ Տուսկը երեկվա հայտարարությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով փող նախագահի մակարդակով, երբ որ հայտարարություններ անում, այսինքն ես սրանց չհավատամ, հավատամ այն ուժին, որը 30 տարի զավթել է իշխանությունը Ռուսաստանում, 26 տարի նստած է գահին, որ ինչքան հարևան ու բան կա պատերազմներով, օկուպացիաներով, արյունահեղություններով մնում է իշխանության, ինչքան գողավազակ կա գողապետության ջատագով դա, ինքը պիտի բարեկեցություն բերի մեր երկրում, ժողովուրդ, մենք տեսել ենք այդ բարեկեցությունը։ Եվ այդ ուժերի եւ այդ ճամբարի որևէ ներկայացուցչի հետ ապագա կապել, դա աբսուրդ է։ Դա աբսուրդ է, անկախ ամենից։ Հարգանքով պատվով մեր հայ համայնքին, Ռուսաստանի հայ համայնքին, շատերը իրանք էլ եմրասած ծպտուն չեն կարում հանեն, փողը կա, գործը կա, աշխատում են, ապրում են, մեր գործը չի, ով ոնց կարում է տունը պահում է։ Բայց ախպեր մի եկեք ասեք, մեր ձևերով ենք անելու, մեր երկիրն ենք անելու, այս ուղղությամբ ենք տանելու։ Մի ասեք տենց բաներ, ժողովուրդ ջան։ Մենք ոչ ոք իրավունք չունի նստելու ձեր փողերը հաշվելու։ Ոնց եք աշխատել, ինչ եք արել, մեր գործը չի։ Ես միշտ ասել եմ, դրսում հայ մարդը ոնց է աշխատում, արդարա, չարդարա, ինչ է, դա ոչ մեկի գործը չի։ Օտարափերում ով ինչ կարում է անում է փառք ու պատիվ։ Ապրեք, աշխատեք, լավ եք անում։ Ձեր գործն է։ Հայաստանում մի արեք տենց, որովհետև այս Հայաստանում այս ձևաչափով ապրելը այդ ծառի ճյուղ կտրելու պես է, որի վրա մենք նստած ենք։ Դուրսը արեք, էլի, կարում եք արդարությունն է կարևոր, բայց մենք իրավունք չունենք։ Էսի սենց արեց, այնի նենց կերավ, այնի թալանեց, ժոջա մեր գործը չի։ Ես իհարկե արդարության կողմնակիցն եմ, թալանել պետք չի ոչ մի տեղ։ Բայց դրսին էդի թող այդ երկրի ղեկավարությունը որոշի։ Այդ երկրի պատկան մարմինները թողան, ասեն, էս ինչ եք անում։ Հայաստանում եղեք ազնիվ գոնե։ Այս երկրում եղեք ազնիվ, որովհետև մի բուռա մի տեղից տարար, այնտեղ արձագանքը լսելու ես։ Մի տեղից թռցրիր, այնտեղ արդեն երևալու է։ Այս ասֆալտի պատմությունը։ Ասֆալտից գողանում եք, ինչ եք անում, բան, ամեն գարուն ասֆալտը քանդվում է։ Լավ, այն օրը խոսում էին, ասում են պետք է պատասխանատվության ենթարկեն։ Ավինյանը ավականու նիստի ժամանակ տեսակ հարցնում է այդ ճանշինին, ասում է, ինչպես է լինում, որ ամեն գարուն քանդվում է ճանապարհը։ Ախր պարոն Ավինյան, պետք չի հարցնել, է։ Պետք չի հարցնել, առաջին տարին չի որ քանդվում է։ Առաջին տարին քանդվեց, հարցրեցիք, ասես չգիտեմ, երկնքից 3 խնձորը անգե ճակելա։ Մյուս տարի գործ են հարուցում։ Հետա քննում են, որովհետև դա պետական բյուջեից է ծախսվել, այդ միջոցները, հարկատուներից է ծախսվել։ Ոնց կարելի է։ Պարզաբանեք ինչու է քանդվում ասֆալտը։ Ջայնան պետք չի քանդվում։ Այ, չգիտեմ։ Քո խոսքը հույս է տալիս Ռաֆայել ջան, շնորհակալություն Լաուրա Գրիգորյան։ Շնորհակալություն Ռաֆայել ջան, դուք հրաշքարք եք, վայ ինչ հաճելի է, շնորհակալ եմ հարգելի Կարինե Մարգարյան։ Ռուսաստանից բերում են նրանց, ովքեր երբեք Հայաստան չեն գա ապրեն, միայն ուզում են թարախություն անեն։ Լուսի Հակոբյան։ Դե եթե մարդ իր երկրի հանդեպ պիտի թարախություն անի, ես էլ ինչ ասեմ։ Երկրի նկատմամբ թարախություն անել, ժողովրդի նկատմամբ, ընդհանրապես թարախությունը լավ բան չի, բայց ամեն մարդ հիմա մի բզիկ ունի, մի ձևաչափ ունի ապրելու, հիմա չգիտեմ։ Բայց դու այդքան գիտակցություն չունենաս, հա? Այդքան ամբողջ աշխարհը գնում է քաղաքակիրթ աշխարհը, ասում է, մենք քաղաքակիրթ աշխարհի մեջ մտնենք, մենք նորմալ ժողովրդավար երկրների մեջ ապրենք։ Ես այսօր վերջացրեցի 4.5 ժամանոց մի հատ դուձի ինտերվյու կա, պարոն Կոխ է ազգանունը, թե չեմ սխալվում, Ալեքսանդր էր անունը, Ալեքսանդր Կոխ։ Մի հատ մտնեք YouTube, եթե իհարկե 4 ժամ ունեք, սա
ամենաերկար հարցազրույցներից մեկն էր։ Մի 3-4 օր ընթացքում նայել եմ մի կես ժամով Դուդի ինտերվյուն պարոն Կոխի հետ։ Մի հատ YouTube-ում գտեք, նայեք 90-ականների ռուսաստանցի գործարար օլիգարխ է։ Ու մի հատ տեսեք ինչեր է պատմում սիստեմից, Ռուսաստանի դրությունից, այդ Պուտինի մոտիկ մարդն է եղել։ Պուտինի ընկերը Ելցինի ժամանակվանից ճանաչելով։ Մի հատ տեսեք ինչեր է պատմում։ Եթե անգամ կեսը ճիշտ է, թե ինչպես է 26 տարիների ընթացքում իշխանությունը քանդել մարդուն, քանդել հոգեվիճակը, թե ինչպես է այդ մարդը բառացիորեն զգացմունքները մարդկային կորցրել եւ դարձել է ավելի շատ որպես մեքենա եւ հիմնականում չար գործող մեքենա։ Մի հատ նայեք ինչեր է պատմում։ Ոնց կարող է ընդհանրապես այդ համակարգը բերել բարեկեցություն։ Այդ համակարգը թող բարեկեցություն բերի իրանց երկրին, իրանց ժողովրդին, հա։ Թող այդ համակարգը, որ ազատություն է բերում, թող նախ ազատություն տա իր երկրին։ Մի հատ թող իր մեդիաների վիճակից, մեդիայից հաճախ եմ խոսում, որտեղ այդ իմ ժանրն է, իմ բնագավառն է։ Թող մի հատ այդ վիճակի մեջ կազմակերպի նոր արտահանի իր բարեկեցությունը դրսերը։ Մի հատ գնացեք գավառները տեսեք, եթե մենակ Մոսկվա City-ին չի։ Հələ մի հատ գնացեք դուրս, հələ մի հատ նայեք YouTube-ում մտեք, գրեք Only in Russia։ Մի հատ գրեք Only in Russia։ Հələ այդ քաղաքների, այդ գյուղերի, այդ ճանապարհների, այդ ցեղերի, այդ վիճակները մի հատ տեսեք։ Այդ հարուստ երկրում, որը ըստ հաշվարկների աշխարհի ամենահարուստ երկիրն է ընդերքի կարողությունների մակարդակով։ Ավտո չի կարում արտադրի այդ երկիրը, ավտոմեքենա չի կարում արտադրի։ Ինչի մասն ենք մենք խոսում։ Ես շոկի մեջ եմ, Մարինե Արությունյանն է ասում, դե, շոկը լավ բան չի։ Առանց մազ չէ, Ռաֆայել ջան, առանց ուղեղ։ Դե ինչ արած, թող առանց ուղեղ լինի։ Ջեն բարևներ, ողջույն։ Հասմիկ Արաքելյան ասում է right now Melania is staying just to be first lady but they are not really couple. Այս պահին ասում է Մելանիան իրոք մնում է առաջին տիկին, առաջին տիկնոջ վիճակում, բայց նրանք իրականում զույգ չեն, նկատի ունեն նրանք եւս բաժանվում են։ Դե թող լինեն, թող այդքան հաշվարկ ունենան, հարգելի Հասմիկ Արաքելյան, ինչ ասեմ, թող հաշվարկեն։ Այդտեղ Զանգ ունեմ, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Ողջույն։ Նորմալ, դուք ասեք։ Ներեք ձեր միտքը չմոռանաք, մի քիչ ուշ եմ միացել, բայց հետաքրքիր ինչ է, ես հիշեցի, երևի մի 10 տարուց ավել առաջ, երբ որ Անտոնիո Վիարագոսյան պետք է ընտրեինք, կարծում եմ Լոս Անջելեսի քաղաքապետ, ինքը երկրորդ term-ը actually, մի անգամ եղավ, հետո երկրորդ անգամ նորից ընտրեցին, եւ ամիջապես ընտրության հաջորդ օրը կինը ներկայացրեց բաժանության թղթերը եւ բաժանվեցին իրանք։ Դենսով կարծեմ ինքը խնդրել էր կնոջը, որ մի քանի ամիս, 5-6 ամիս էլ դիմանար, մինչև որ ներկայացներ բաժանության թղթերը, որպեսզի ինքը ընտրվեր։ Հիմա մեր վարչապետի ստրատեգիան ինչ է, ինքը հակառակն անում։ Դե հենց այդ եմ ասում, սա ավելի լավ գիտի, քան թե մենք։ Դե հաստատ ընտանիքի մասին շատ բան չեն կարող ասել։ Ճիշտն ասած ես որ լուրը կարդացի առավոտը, մի քիչ չհավատացի, ասի էլի սկսեցին ինչ որ կատակներ անել, էլի ձեր ասած AI-ի նման մարդիկ խոսում են, թեմա չկա, բայց ինձ համար էլ է շատ զարմանալի եւ իհարկե ցավալի էր։ Համենայն դեպս լավ օր ձեզ եւ մեզ բոլորիս։ Ձեզ էլ շնորհակալություն։ In the future, ապրագամ։ Շնորհակալություն։ Լավ եղեք հարգելի բարեկամներ, եւս մեկ զանգ, եւս մեկ ռադիոլսողը միանում, բարև ձեզ։ Hello, ալո, ողջույն։ Hello։ Այո, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Փորձում ենք լինել լավ, դրական, դուք ասեք, ձեզ մոտ ոնց է։ Ալո, բարև ձեզ, Ռաֆայել ջան, լավ եք։ Լավ ենք, մեծ հաշվով ասենք լավ, հա, ասենք լավ։ Ուշադ է։
Լսում եք, ուշանում է ձեր ձայնը, Արգելիս, ես էս լսում եմ, բայց չեք արձագանքում։ Ալո։ Այո, լսում եմ ձեզ, Արձագանքում է ճիշտ է, չգիտեմ ինչի համար արձագանք կա մեջը։ Լսում եմ ձեզ։ Փորձեմ մի հատ զանգեմ։ Okay, փորձեք, ինչ ասեմ։ 747 477 3444 զանգը կընդունեմ, ռադիոլսողի հետ կզրուցեմ, գնալու են գովազդի դաթար, հետո մի հատված ես համար կընթերցեմ եւ կամփոփեմ հաղորդաշար, արդեն 45 րոպե եթերում ենք, դուք այո, հարգելի ռադիոլսող, փորձեք հետադարձ կապ հաստատել, տեսնենք հիմա կլսվի արդյոք, ողջույն։ Ալո։ Բարև ձեզ։ Նորից բարև ձեզ։ Ահա, ողջույն։ Լսում եմ նորությունը, զգում եմ ձեր տագնապները։ Ապա Ու մենակ դուք չեք այդ օրին։ Հիշում եք Մոլդովայի ընտրությունների ժամանակ Դադոն կար մի հատ օլիգարխ։ Այո, ոչ չեմ հիշում, հա։ Հիշում եք ոնց փակեցին։ Այո, հիշում եմ։ Հիշում եք ով էր մենակ ղժում։ Մոսկվայի առաջի երկու ալիքները։ Ուրիշ ոչ մեկ աշխարհում։ Հիմա մեր մոտ ինչ է կատարվում, ասենք, ես կեղտաջուրը պետքա մաքրվի թե չէ։ Դրանք կանցնեն, ես վստահ եմ, այդքան փողը որ դրել են աբարոտի մեջ կանցնեն։ Այդ կեղտը մաքրելա պետք է թվում, ես կուզեի դիմեմ կառավարությունը չոր անի ամեն ինչ։ Սրանց հետ նազուտուսը արդեն վենդետա են խոստանում, բա որ եկան ինչ առնելու են ժողովրդի վիճակը։ Եթե Փաշինյան իր ընտանիքը չի խղճում, սրանց պետքա մաքրի Քոչարյանը ինչ նախանկարում նորից փակեն, նույն Կարապետյանին փակեն, այդ դաշտանակներին փակեն, արգելեն։ Այսօր երկիրը կանգնած է ճակատագրական ուղու առաջ։ Կամ պետքա չոր գործ անեն, երկիրը փրկեն այս կեղտից։ Ինչքան կեղտ կա մեր ազգի մեջ, սաղ աշխարհի կարանք ապահովենք։ Այդ մի բանը մեր մեջից չի պրծնում։ Դե հենց էտա չի պրծնում ձեր ասացի պես, էլի։ Պատմությունից մասշտաբով այնքան հզոր են, որ աշխարհի սաղ երկրները կարանք քանդեն, մեր 2-3 կեղտ ուղարկեսլի բոյտեղ կքանդեն։ Դիմա այդքանը պարստենալով ինչ օրենք, ինչ սուսի պետքա դրանց հետ անեն։ Ես չեմ հասկանում, այնա դուք պատմում եք ձեր երիտասարդ ժամանակ, որ ոնց են քշել տարել միտինգի։ Էդի մի դրվագ են պատմում, էդի ինչ, էդից չարած փոքրագույնն է։ Դրանք քսի տվեցին իրանց այդ լակոտ լուկուտների, մտան իմ աշխատասենյակ, ռադիոյի տեխնիկան ջարդուփշուր արեցին բանի։ Այնպես բաների մեջով եմ ես անցե, էդի փոքր բաներ են պատմում եթերում։ Մի խոսքով։ Իսկ ինչ կարելի անել նորից կռնոների հետ։ Կռնոն փեդից բացի ուրիշ բան չի հասկանում։ Բեշը նշանը պետք է շամպես հատկացնել։ Ես այդպես եմ հասկանում, ու եթե կառավարությունը ոչ մի բան չձեռնարկի կրվելու է այս ընտրությունները։ Որովհետև տափուկների հետ չի կարելի խոսալ, դրանց մոտ խոսքը իմաստ չունի, արժեք չունի։ Դրանց իրանց լեզվով պետք է խոսած դրանց։ Ամեն անգամ խոսում ենք, ասում ենք եւ այլն, դուք եք զանգում մյուս ռադիոլսողներն են գրում են, մեզ լսում են, հավատացեք, ու ինձ շատ լուրջ մարդիկ են ասել, որ ամենավերևներից զեկուցվում է, ինչա քննարկվում, որովհետեւ սա վերջո Լոս Անջելեսի մեծ լսարանի հետ առնչվող, հաղորդում է։ Դե թող լսեն, թող եզրակացությունների գան, ինչ ասեմ, հարգելիս, ինչ ասեմ։ Նորից օրեք թող հնարեն, չգիտեմ, արկել են, եկան, գան ձենտան, ով չի ապրել, վկայություն չտա, չի ապրել այնտեղ ոչ մի ձեն։ Տեսնենք։ Հատուկ դրանց համար եկածներն էլ տանեն փակեն։ Տանեն մի երկու ամիս փակեն, խելքները գլուխները կգա, որտից ուզում եկածն։ Արի, լսեցինք ձեզ, հարգելիս, շնորհակալ եմ։ Այսօր իմ առաջարկը կառավարությանը չոր, չնայել աչ ու ձախ։ Այսօր երկիրը կանգնած է մի վիճակի մեջ, որ վատալու պատկերացնում եք, ալիևս սպասում է Քոչարյանը գա։ Ու ինչ ղժալու մեր երկրի վրա հիմա։ Ու Ռուսաստանը հələ կռվից դուրս չի եկել, ինչ է կատարվելու վերջում։ Իսկ այսօր հələ մենք այդ ուժը չունենք, շատ լուրջ միջոցներ է օգտագործում այստեղ։ Դուք չեք պատկերացնի ինչ մեդիա տերոր է գնում, ինչ հարթակներ են պատրաստել, ինչ լրատվականներին ինչ գումարներ են տալիս PR-ի համար արդեն եթերում, հենց գոնե իմ դաշտում ես գիտեմ ինչա կատարվում,
Դրա համար տեսնենք։ Ես ապավինում եմ ժողովրդի իմաստության։ Երկու ժուրնալիստի քաչալացնեն ունքերը թրաշեն, գլխի զիլյոն կանացեն, տեսեք ոնց է խելոքանում։ Այսօր պետությանը չլնելու հարցն է։ Ինչ դեմոկրատիա, ինչ բան, էդի ճապուշ-բաներ են մտածում դեմոկրատիա բան։ Կյանքդ կանգնած ընտրության առաջ ապրել թե մեռնեմ ասում, եմ դատի տա։ Քեզ ուգրաժատ են անում, ես գնամ դատի տա, թե միջոց ձեռնարկեմ։ Այս ինչ բան է, թող հաճան ինչքան ուզում են, երկու գլուխը խուզում է, ունքերը թրաշում, գլխի զիլյոն կա կսում նկարում։ Կադիրովը ոնց մաքրեց Շեշնյան։ YouTube-ով Քացո բերանները ջարդում էր ասում դե մի հատ երկի կամերայի առաջ։ Արդեն, էդի ես նույն ձևեր մյուս կողմը կարա անի, եկեք ընդունենք, որ մյուս կողմն էլ կարա էդի անի ու տեսեք ուր կգնա։ Արել են էլի։ Արել են, հա, բայց այս Կարող չեն արել։ Արել են, ոչ չեն արել են։ Բա ինչի իրաց լեզվով իրանց հետ։ Դուք ասում եք YouTube-ի բան, բայց բառացիորեն լրագրողներ են սպանել դրան դիմաց, եթե բանա, փաստ է, գլխավոր խմբագիրներ են խոշտանգվել։ Չէ, հասկանում եմ ինչ եք ասում, հասկանում եմ, հա։ Մեր ազգը չի հասկանում, գիտեք ինչ մեր ազգի մեջ շատ կա մասա, ռաբիզ մասա շատ կա։ Դե էդի էլի ռուսականից է գալի էլի, այդ որտեղից եկավ այդ քրյա օլիգարխիկ վիճակը։ Ես չէի ասի ռուսական, ես ասեի Պուտինը ու Քոչարյանն է իր երկրի համար, եթե երկրում ներսում խոսակ ուրիշ բաներ է, այնտեղ էլ այդպես չի որ գոհեն։ Ես եթե Ստալինի հետ համատեմ, Ստալինը ինչ երկիր ստացավ, սա ինչ ստացավ։ Այդքան բան կարամ ասել։ Շնորհակալ եմ հարգելիս։ Մեր կառավարությունը եթե 4 չհավաքի սատկս նշանում ասեն, սա քերքի չեն գալու։ Այդքան բան կարամ ասել։ Լավ որ ձեզ շնորհակալություն։ Մերսի։ Գներ ես չեմ կարող արձագանքել բռնությանը եթերում, բայց հասկանում եմ ռադիո լսողը ուր է տանում խոսքը, հա, բայց ամեն դեպքում որպես հաղորդման ղեկավար բռնությանը չեմ կարող արձագանքել դրականորեն։ Սվետա Մելքոնյանն է գրում, ջերմ բարևներ Ֆրեզնոյից, Ռաֆայել ջան, ձեր Facebook-յան էջին հաղորդագրություն եմ թողել, գրքի հետ կապված, խնդրում եմ նայեք եւ արձագանքեք, նախապես շնորհակալ եմ։ Հարգելի Սվետա Մելքոնյան, անպայման իմ Facebook-ը, Messenger-ը բանի մեջ է, silence mode-ի մեջ է, որովհետեւ այդ silence mode-ը չլինի, կխենթանամ, որովհետեւ հազարներով մեյլեր է գալիս, հաղորդագրություններ է գալիս, անպայման կուսումնասիրեմ ինչի մասն է խոսքը, շնորհակալ եմ։ Ռուսաստանից հաղորդումներ եմ նայում, թոշակառուների 90%-ը անատամ են։ Դա չէ դրանց բաց երկիրը, Հասմիկ Խամբեղյանն է ասում։ Դե տիկին Հասմիկ, ծայրահեղություն չեն, հենց ուրիշ ժողովուրդ էլ կա, չեմ ուզում ընդհանրացնել։ Հերի Հայզավակյանը ասում է, հլա փորձի մի քիչ լավ խոսես ներկա կառավարության մասին։ Հարազատներով հարցակվում են ֆեյքերով, մարդկանց մեջ թարախ կա, որը ցավալի է։ Դե հենց այդ բա ոնց հասարակական ագիտացիան էս դրանում է կայանում, որ ցանկացած ջերմ խոսք կամ ցանկացած քիչ թե շատ դրամաբանված մեկնաբանություն ծաղրի ենթարկվի։ Ես ինչ եմ ասում Facebook-յան հանրությունը այդ Facebook-յան տարածության մեջ հանրային կարծիք է ձևավորվում, որ մի խելոք բան ես ասում, եթե այդ խելոք բանի տակ 1000 հոգի գրում է, այսինչ ապուշություն է, մի հատ խելոք մարդ սա նայի, ասի արա, բայց մի րոպե, այսինչ ապուշություն է, որովհետև տեսնում է նեգատիվը տակի եւ դա արհեստականորեն կամ գուցե ինքնաբերաբար արհեստական տպավորություն է ստեղծում։ Եւ նույնն էլ հակառակը, հիմարության տակ 1000 հոգի մտնի գրի, այո, ճիշտ ես, այո, այսպես հայորդի, մաքրամաքուր ազնիվ զավակ, միանգամից դառնում է դրական բան։ Դե ոնց դիմակայել դրա դեմ։ Ես չգիտեմ, չունեմ ձևաչափ, բանի տոմսա, դեղատոմս, բայց առաջարկում եմ ընդհատվել գովազդային դաթարով, որից հետո երևի որպես ամփոփում մի բան ձեզ համար կընթերցեմ եւ կամփոփենք մեր հաղորդաշարը։ Իդեպ սա փետրվար ամսվա վերջին մեր հաղորդումն է։ Արդեն գալիս է գարնան ժամանակաշրջանը, հուսամ ավելի բարի եւ ավելի գեղեցիկ վերնագրերով լրատվականի։ Ապրենք կտեսնենք։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներից, գովազդային ծանոթություններն են հաջորդիվ, վերադառնանք եւ ամփոփենք հաղորդաշարը։ Յոգա ուղեղի համար
Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Եվ եկանք հարգելի բարեկամներ, շարունակում ենք մեր քննարկումը։ Ինչպես եւ խոստացել էի, մի պատառ գրքից ընթերցելու եմ ավանդույթները չխախտելով, արդեն տևական ժամանակ է, ամեն ուրբաթ յոգա ուղեղի համար նախագծի շրջանակներում մի պատառ եմ ձեզ համար ընթերցում։ Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի համար, այստեղ գովազդի ընթացքում ընթերցում էի տիկին Ալլա Նիկողոսյանի ջերմ խոսքերը, ամենայն հարգանքներս, շատ ջերմ ողջույններս ձեզ, ապրեք, որ դուք կաք, ձեզ լավ մարդ, ապրեք, որ դուք կաք, լավ մարդ, ձեր լավ մարդ տեսակի համար, Ալլա Նիկողոսյան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, տիկին Նիկողոսյան, ստեղ Ծաղիկ Գուրունյանը, սիրելի Ռաֆայել, ձեր հաղորդումները միշտ հաճելի են ու խորիմաստ, սիրտս շատ է ցավում, որ իմ զավակներն ու թոռները օտարության մեջ են պահպանում հայոց լեզուն, մեր մեծ ընտանիքի վերադարձը անխուսափելի է, բայց ոչ հնի ու նորելուկները, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Բոլորին հաջողություն ընկերներ, մանավանդ այն մարդկանց, ովքեր մտածում են, մտորում են, գուցեև քայլեր են ձեռնարկում Հայաստան վերադառնալու համար, Հայաստանը էլի լավ մարդկանց կարիքը ունի, վերադարձեք ու այդ վերադարձը լինելու է։ Ես ժամանակին, երբ որ որոշեցի գալ Հայաստան, հենց այդ նկատառումներով եմ որոշել ու նաև մի դրվագ եմ լավ հիշում, շատ լուրջ հոգեվիճակների մեջ լինելով հանդերձ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն ինչի մասն է խոսքը, բայց դրա հետ մեկտեղ գիտեք, դպրոց ունենք առցանց, հայոց լեզվի գրականության դասավանդման, ես անգամ Գլենդելում մասնաճյուղ բացեցինք, որտեղ դասախոսների հետ մեկտեղ ես եւս դասավանդում էի հայրենագիտություն եւ բեմական խոսք, այսպես ասենք, խոսքի մշակույթ, եւ այն պատանիները, օրիորդները, անգամ երեխաները տասնյակներով, ովքեր գալիս էին մեր կենտրոն, Չեսնատ Սենտրալ անկյունում էր, այդ եկեղեցու մոտ էր դպրոցը, երկրորդ հարկ։ Ես մի օր սենց խոսում եմ երեխի հետ ու ես տեսնում եմ, թե ինչ դժվար է Լոս Անջելեսում կամ դրսում ծնված, մեծացած երեխաների համար լեզուն պահպանել ու ես մի օր հասկացա, որ անկախ ամեն ինչից, ինչքան էլ երեխաները խոսեն, պահպանեն լեզուն, գրական խոսքը գրեթե հնարավոր չի պահպանել։ Իրանց երեխաները լրիվ կորցնելու են դա, որովհետև կենցաղային մակարդակով բոլորն էլ խոսում են հայերեն, բայց գիրք բացելու համար ես վստահ եմ չի աշխատում դա։ Ու ես մեկ-մեկ ասում լավ, Աստված իմ։ Ասենք ես գիրք եմ գրում, հոդված եմ գրում, եթերում եմ աշխատում։ Դու պատկերացնես հանկարծ ես ամեն օր հայապահպանություն, հայրենագիտություն, դասավանդում եմ, Եվրոպային գնում, ես ենք անում են, բան, իմ երեխեն չկարանա իմ գիրքը բացի մի տող կարդա։ Այդ որ ասում եմ, որ տշտամուշ չեմ ցանկանա, եւ այդ ժամանակ արդեն որոշեցի, որ չէ, քանի այս վիճակն է, եկեք Հայաստանում մի բան անենք։ Անում ենք։ Վերջին շրջանում ակտիվացել են համացանցային որոնումները Ուր ես Թեհլերյան, որտեղ ես Նժդե այս ոճի մեջ հրապարակումները։ Հիմնականում հռետորական հարցը բարձրաձայնում են կանայք, ակնկալելով, որ պինդ տղեկի կարիք կա։ Բայց ինչպես ասում էր դասականը, դուք լրիվ ուրիշ հերոսի անուն չգիտեք, արա։ Երբ ասում եք ուր է մեր օրերի Թեհլերյանը, ինչ նկատի ունեք, բարեկամներ։ Սրտները տերի արյուն է ուզում։ Քիչ եք տեսել, մադամ Բովարին եք դարձել գլխներիս, այդ ինչի մեր օրերի Պարուր Սևակ, Եղիշե Չարենց, Կոմիտաս կա, Թեհլերյանն է պակասում, հա? Ավելին ասեմ, իսկ որտեղ կան այսօրվա անդրանիկներն ու նժդեհները, որտեղ եք նրանց նկատել, որ հիմա էլ Facebook-ում face control եք կազմակերպել, հն? Հեռուստատեսությամբ եք տեսել, ազգային ժողովում եք տեսել, արվեստի ոլորտում եք տեսել, հա? Դե մի բան ասեք իմանանք, այդ որտեղ եք մեր օրերում տեսել, որ փնտրում եք համացանցում։
Վերջին տասնամյակներում ինչի Նժդեհի պես հռետորում մտածելակերպով մարդ եք տեսել, Արամ Իլիչի պես դասական եք լսել, Մալյանի պես ֆիլմ եք նկարել, հն? Թե Ֆրունզիկի պես կերպար եք կերտել, այ սերիալապաշտ օլյորթապնդիչներ։ Ավելին, ինչ Սևակ, Չարենց, Կոմիտաս, ինչի այդ ամենը չի ծնվել, հիմա Նժդեհ պիտի ծնվի։ Ու եթե գիտեք, այդ 4-ն էլ իրար ժամանակներում են ծնվել, եթե հաշվեք։ Երևի դարի հրամայականն էր այդպիսին։ Ով գիտի։ Ուր է մեր օրերի Թեհլերյանը։ Սևակը ասում էր հայոց արգանդը եղավ սրբորեն բեղուն։ Իսկ այս վերջին տասնամյակներում սեռական գործողությունների արդյունքում ինչի այլևս այդպես չի լինում։ Արդյունքում վիժվածքներ են դուրս պրծել ու խեղել են ամեն բարոյականը, ամեն ազնիվը, Պարկեշտը, Առաքինին, Թեհլերյանը, Նժդեհի, Չարենցի, Կոմիտասի, Սարյանի, Թումանյանի, Իսահակյանի, անգամ Լևոն Շանթի ու անգամ Արամ Խաչատրյանի ժամանակակիցներ։ Իսկ դուք անverջ տնքացողներ, ում ժամանակակիցն եք, որ հիմա էլ պահանջում եք։ Ինչ եք լսում, ինչ եք դիտում, ինչ եք ընթերցում, ինչ եք դուք զգում եւ վերցնում ընկալում շրջապատից, որ մի հատ էլ Թեհրելյան եք փնտրում։ Ոստի հերիք է որոնեք, որովհետեւ այս սրտաճմլիկ որոնումները որպես կանոն կանայք են իրականացնում, խոսքս ուղղում եմ նրանց, հարգելի կանայք, մայրեր, հենց դուք պիտի ծնեիք ու դաստիարակեիք նույն այդ անդրանիկներին, այդ Նժդեհներին, Թեհլերյաններին, այլ ոչ թե փնտրեիք Facebook-ում, ձերքի հետ էլ ֆեյք աշխատեիք ձեր թույն ու թարախը շաղախելով։ Դուք որպես մայր, մինչ այդ հարցը բարձրաձայնելը, մի հատ ձեզ կողքից նայեք։ Ինչպիսի արժեհամակարգի կրող եք դուք, որ մի հատ էլ այդպիսի մարդկանց մեծացնեք, ծնեք ու մեծացնեք։ Դուք ձեզ նույն Անդրանիկի, նույն Նժդեհի, նույն ում որ մասին խոսում եք, նույն այդ մարդկանց մայրը համարում եք։ Դուք ձեզ առյուծածին մայր համարում եք։ Ախր դուք մուրաբաներով ձայն եք վաճառել շատ-շատերդ, Օրեֆլեյմի օծանելիքով, Վիլյուրովի չստիկներով եկել եք ընտրատեղամաս ու 5000-ով ծախվել եք, մայրիկներ, շատ-շատերը։ Երբեմն ուզում եմ այդ դավաճաններին, ում ճանաչում եմ, ովքեր լրտեսություն են արել հոգուտ թուրքերի, նկարները դնեմ ու ասեմ, բա էս չեք, բա սրանց մայրերը ինչու չեն խոսում։ Մինչ հերոս փնտրելը մի հատ դավաճաններից ճանաչիր հայ մարդ, դատապարտիր, պատժիր վերջապես, որ քո զավակը դրանց ճանապարհով չգնա, մատաղ սերունդը զտվի, հետո միայն Անդրանիկ ու Նժդեհ փնտրի են էլ համացանցում։ Իսկ եթե ոչ, ապա դեռ երկար ենք այս հարցը տալու. ուր ես Թեհլերյան, որտեղ ես Նժդեհ, where are you, Անդրանիկ եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես հայրենիքն ու պետությունը դուրս են եկել վճռական մենամարտի։ Ճակատագրական այս պայքարում միայն մեկն է դատապարտված հաղթանակի, ցավոք սրտի։ Վասալականները դարանակալել են հանրայինի տիրույթում, իսկ 5-րդ շարասյունը սղոցում է մնացած 4 սյուները։ Արքունիքը վտանգված է։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադին նշել էր, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի մոտեցումը եղբայրական է։ Օրեր առաջ Վրաստանի վարչապետը Բաքվում էր, որտեղ Ալիևի հետ երկու երկրների հարաբերությունները որակվեցին որպես դարավոր բարեկամական։ Թուրքիայի բոլոր ատյաններից Ադրբեջանին կոչում են եղբայրական, մեկ ազգ, երկու պետություն։ Հիմա, հարգելի հայրենակից, հիմա քեզ մի հարց եմ տալիս։ Մինչ հայտարարագրեր լրացնելը, մինչ միասնական տոմսային համակարգին անցնելը, մինչ եկամտահարկի օրենքը հասկանալը, ինչ ձևաչափով ենք մենք ապրելու այս տարածաշրջանում, ինչ հարաբերություններով ենք կառուցելու մեր 4 հարևանների հետ հարաբերությունները, ովքեր 4-ին Ադրբեջանին կոչում են եղբայրական, էլի ծովից ծով, էլի Վիլսոն, էլի Մուշուվան, իսկապես լուրջ պարզ հարց եմ տալիս առանց ենթատեքստերի, առանց տողատակերի, շատ ուղիղ հարց, գոնե քիչ թե շատ մտածող հայ մարդուն, Հայաստանում ապրող մարդուն, եղբայր, քույր, ոնց ենք ապրելու այս տարածաշրջանում, արդյոք հովանավոր ենք կրկին գտնելու, ամերիկացուն ենք բերելու,
Ռուսին ենք հանձնվելու, ինչ ենք անելու ի վերջո գրողը տանի, իսկ եթե ձեզ մեջ կան մարդիկ, ովքեր ասում են զինվել, զինվել, հզորանալ, լինել ինքնիշխան, ապա եւս մեկ ավելի པարզ հարց եմ տալիս. ինչպես, ում միջոցով հզորանալու համար առաջին հերթին կիրթ հասարակություն եւ հզոր տնտեսությունը պետք ու մի քանի տասնամյակ խաղաղության, չես կարող ոտնակող սահմաններով հզորանալ, չես կարող նշանակետի տակ, պրիցերի տակ լինելով տնտեսություն հզորացնել, միջազգային ներդրումներ բերել մի երկիր, որը պոտենցիալ ռազմական դաշտ է։ Դեսպանատներից որոշները իրենց քաղաքացիներին կոչ են անում Հայաստան չգալ, դուք ասում եք բերեք փող ներդրեք, հո դուք հիվանդ չեք, բա որ ասում են թալանողներին սնկացնենք, զենք առնենք, այդ Ռոբին Հուդ սինդրոմը ես տենց էլ չհասկացա, այդ ամենը մեր տունը քանդեց, ասենք մի 10 հատ տանկ ձեռք բերեցինք, 20 հատ տանկ, հետո հասարակության մասին ով պիտի մտածի, տնտեսություն է պետք ունենալ, կանոնավոր եկամուտ է պետք ունենալ, մարդիկ են պետք կիրթ, որ աշխատեն այդտեղ զարգացնեն ամենը, մեկ էլ որ ասում են կրթվեք, լավ կլիներ մեկ անգամ գդալ ու սեփական աչքերով տեսնել մեր բուհերի վիճակը, դրանց գրադարանները գնայիք տեսնեիք, մասնագիտական գրականության ձևաչափը տեսնեիք, դասախոսների ժամանակակից որակավորումները ստուգեիք եւ ամենակարևորը ուսումնասիրեիք համաշխարհային վարկանիշների աղյուսակներում հայկական բուհերի վարկանիշները, գիտեք, չգիտեք, մի բառով ասեմ, շրիշակ, Գիտությունների ազգային ակադեմիայից եք խոսում, օքեյ, իսկ վերջին տասնամյակներում ինչ է տվել մեզ մեր կամ Մարկուսյանը գուցե մեր գիտությունների ազգային ակադեմիան, երբ այնտեղ դրված է դեռևս 70-ական թվականների սարքավորում, որոնցից մեկի չիպը վառվել էր, ամբողջ աշխարհով չէին կարողանում գտնել եւ տեղը դնել, որովհետեւ չկա այդպիսի առաջադեմ սարք այլևս, չկա, գոյություն չունի։ Համացանցում ելույթ ունեցողների մասին էլ չասեմ, վայ, բոլորը դատարկախոս, անգրագետ, պորոտախոս եւ իդեպ միևնույն ժամանակ փրկիչ։ Ազգային ժողովում թշնամանք է, ընդդիմադիր դաշտում գզվրտոց է, եկեղեցում խաչակնքվող սատանաներ են, մտավորականությունը մտա, չասեմ, իսկ խոշոր բիզնեսը քրեա օլիգարխիկ, որոնց մեղրամիսը Թուրքիայում է անցնում կամ Մոսկվայում։ Հարսի ներքնազգեստն էլ made in Turkey։ Բանակի քեֆի վարունգն ու լոլիկը թուրքական են, իսկ քեֆի երգերը գյոզալ, ջիգյար, բալամ, թամամ եւ այսպես շարունակ։ Սա է իրականությունը, որից չես փախչելու։ Կամ մենք, կամ իրանք, տրամաբանության մեջ է ամեն ինչ դրված։ Մինիմալ է շանսը։ Մենք կորցնելու ենք ամենաթանկը, ժամանակը, ասեմ ավելին։ Մենք արդեն կորցրել ենք առնվազն 30 տարի։ Հիմա խաղում ենք մեր անտարբերության, դատարկախոսության, պորոտախոսության, իրար ատելու դառնահամ պտուղները։ Ու ես չեմ վախեցնում։ Կյանքում ոչ մի բանի չասած Facebook-յան ամենագետների քննադատություններից էլ չեմ վախենում, որովհետև գիտեմ, որ հայրենիք կամ պետություն ազատագրական պայքարը տանելու է աներկբա կործանման։ Ուստի կրկին հարց եմ տալիս քեզ, հարգելի ընթերցող, հարգելի հայրենակից, ով բացել է գիրքը, ոնց ենք մենք պատրաստվում ապրել այս տարածաշրջանում, եթե չենք ուզում լեզու գտնել որևէ հարևանի հետ։ Շարունակելի, ամենը չեմ կարդա, բարեկամներ, իդեպ վաղուց այս հատվածը չի ընթերցել, որոշ բաներ անգամ ինձ համար էր նոր, այսպես ասենք, այսքանը ուրիշ բան չգիտեմ ինչ ասեմ, հարգելի բարեկամներ, ձեզ լավ հանգստյան օրեր։